Այս ալվածքի մաշինա մեջը լրիվ եշի ցեխաճուր կուշետքի մեջի շորենա սախ ցեխա տրած հեսե կուշետկան սերվանդի մեջնալա դաժե լծված հեսե պատը եշի սախ քանդվածա եշ ահա միջև սեստը տուրը միջև սեստը փակ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Արցախից տեղահանվելուց 5 տարի անց Քրիստինեի ընտանիքին բնությունը տհաճ անակնկալ է մատուցել։ Մարտի 27-ի վաղ առավոտյան հորդառատ անձրևի հետևանքով ամբողջ տունը ցեխաջրերով է լցվել։ Հարազատների օգնությամբ մաքրել են տարածքը, փրկել ինչ հնարավոր էր, բայց վնասը շատ ավելի մեծ է։ Առավոտի եկացած սա տանը մեջ ջուրը լցած։ Ակուշկավը եշակ տսակ այնե կեսանե ջուրը լցած, ոչ կարող եք տուրը պեցանիկ, որ դուսկյակ։ Լե ամուսին սանե են կուճի ակուշկավը դուս եկած, ընդ ռեշոտկան հանած, որ մուկարիկ մեջավը դուսկյակ։ Զանգացım այնա եկած, քաղաքապետանա տրակտոր արկած, դե մի քիչ գետի հոսքը թույլատրալ են, բայց ամբողջ հայաթը կարում չկմուկ հայաթա ոչ դուրսկյակ, ոչ մտիկ։ Տուն հասնելու համար ամուսինը ժամանակավոր անցուղի է բացել, որով գնալ գալը հավելյալ փորձություն է։ Ժամանակին շատ բան ենք կորցրել, սա էլ կհաղթահարենք, նշում է Քրիստինեն, միայն թե ճանապարհի հարցը լուծվի։ Մենակ ամուսինս ակամ դա վանցքենա։ Մի կեր, պիտի տաննի, որ մզնդավ անցկցնի։ Թե չէ մի քիչ հենա տսակ էլի։ Բանտի հնարավորություն էլ չկա, գոնե մուկ մոր ուժերավ, սկի ոչ մեկին է նեղություն չկա, բայց հնարավորություն չկան։ Ահագի ծախսերի հետ կապված է, էլի են ալավ էլ ըրվամա։ Հիմա ես անասուն եմ պահում, էլի, անասունս պիտի դուրս գա գնա, ինձ է մեքենա է պետք, փակի տակա, չիպավա, որ անդադ կարաս անասունին հետևես։ Հիմա քանի օր է հենա փակի տակ, ինձ է խոտ չունենք։ Խոտը պիտի բերվի, մեծ մեքենա է պետք։ Տուժածների թվում են նաև Տիկին Արմինեն ու ամուսինը։ Նոր բիզնես էին սկսում, մոտ էին վերանորոգման ավարտին եւ պատրաստվում էին հյուրատան դռները բացել։ Սելավը նրանցից առաջ ընկավ պոկելով դարպասը։ Մենք տանը չէինք, Երևանում էր ամուսինս, տղաս։ Ես Facebook-ով եմ իմացել, որ Գրիգոր Արզումանյան փողոցում ջրհեղեղ ա եղել։ Անմիջապես զանգել եմ խնամուս, եկել ենք այստեղ։ Եկել եմ երկու կողմից պտտվում եմ, չեմ կարում։ Ջուրը սենց գետի հունը մեր բակով, մեր տան միջով գնում է։ Բավականին երկար սպասել ենք, մինչև այդ վարարման պահը անցել է, հետո այն կողմով հարևանի բակով մտել եմ մեր այգով տուն եմ մտել։ Մտել եմ նոր վերանորոգած ամբողջ տունը ջրի մեջ, այս բարձրության ոտքերս լրիվ թրջվել է։ Երկու սենյակը նոր լամինատը խփած, պատերը ներկած, ամբողջ ջուրը լամինատների տակ։ Վերանորոգման նյութերը, նոր ձեռք բերված կենցաղային տեխնիկան, ջեռուցման համակարգը, մի խոսքով ամբողջը վերածվել է աղբի։ Ամուսինների տարիների աշխատանքը րոպեների ընթացքում ջուրն ընկավ։ Նրանց համոզմամբ մոտ 20 միլիոն դրամի վնաս են կրել։ Այս հատված այնքան բարեկարգ էր, ոնց որ ական ընկածը լինի մեր բակը, չգիտեմ, ես ոնց նայում եմ ամենաշատ վնասը մեր բակում ա եղել, սկսած տնից դուրս եկած բակով։ Աշխարհին խաղաղություն լինի, ժողովուրդն էլ այսպիսի աղետներից զերծ մնան, հեռու լինեն։ Բնության դեմ կռիվ անել չենք կարող։ Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ այս պահին ընթանում են վնասների գույքագրման, տվյալների ամփոփման աշխատանքներ, որոնց չափերի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ։ Սպասում են նաև վնաս կրած բնակիչների կողմից դիմումների վերջնական հավաքմանն ու դրանց վերլուծությանը։ Տուժածն առաջին հերթին պետք է դիմումը ներկայացնի Կապանի համայնքապետարան, որի հիման վրա կիրականացնեն գնահատում եւ հաշվառում։ Խոսակցությունները, թե փոխհատուցումը տրամադրելու են համայնքային կամ մարզային իշխանությունները, իրականությանը չեն համապատասխանում։ Այն քաղաքացիները, որոնց գույքին հասվել է վնաս արտակարգ իրավիճակի հետևանքով, կարող են դիմել Կապան համայնքի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մշտական գործող հանձնաժողով։ Ցանկալի է, որ նրանք ներկայացնեն նաեւ վնասը հաստատող փաստաթղթեր եւ լուսանկարներ։ Համայնքային հանձնաժողովը հաշվառում եւ գնահատում է վնասները, կազմում համապատասխան ակտեր։ Կազմած ակտերը ներկայացվում են մարզային հանձնաժողովի քննարկմանը, որից հետո համաձայնեցված ակտերը, գնահատման ակտերը ներկայացվում են հանրապետական հանձնաժողով։ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական իրավաբանական անձանց հասված վնասների փոխհատուցում տրվում է կառավարության որոշմամբ։
Մարտի վերջին օրերը Սյունիքում նշանավորվեցին առատ տեղումներով։ Հաշվի առնելով հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հայտարարությունը, մարզային փրկարարական վարչությունն անցել էր աշխատանքային արտակարգ ռեժիմի։ Մարտի 27-ից 28-ը ընդհանուր առմամբ մարզում արձանագրվել է քարաթափման 9, փլուզման 5, սողանքի եւ հեղեղման 2 դեպք։ Առավել կաթվածահար էր Գրիգոր Արզումանյան փողոցը։ Սելավի հոսքի հետ միասին ճանապարհի մեծ մասում հիմնականում լցված էին երկաթե կոնստրուկցիաներ, փայտե կոնստրուկցիաներ, ծառեր, թփեր, որոնք ամբողջովին փակել են երթևեկությունը բոլոր ուղղություններով։ Հատուկ տեխնիկայի եւ փրկարարական հատուկ գործիքների օգտագործմամբ նախաձեռնել ենք նշված ճանապարհը այդ հատվածը խոչընդոտներից բացահայտելու աշխատանքները, զուգահեռել բարեկային ծառայությունը հնարավորինս անվտանգ երթուղիներ էր առաջարկում տրանսպորտային միջոցներ վարողներին, որպեսզի շրջանցեն այդ հատվածը։ Այսպիսով համայնքային ու մարզային ենթակայության բոլոր ստորաբաժանումներն ինտենսիվ աշխատել են քաղաքացիներին հանկարծակիի բերած իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու ուղղությամբ։ Մարզային փրկարարական վարչության պետը եւս մեկ անգամ հորդորում է պահպանել զգոնությունը եւ չտրվել շրջանառվող ապատեղեկատվությանը։ Կհորդորեի միշտ հետևեն միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, ցանկացած նմանատիպ խնդիր իրեն շրջակայքում տեսնելու դեպքում անմիջապես զանգել 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի հնարավորինս արագ մենք կարողանանք արձագանքել, քանի որ շատ բան կախված է նաև օպերատիվ արձագանքի ժամանակահատվածից։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։